մենք հավաքվում ենք բոլորս ցույց տալու, ամեն մեկս մեր անձով ցույց տալու, որ մենք հաշտ չենք այդ ամեն ինչի հետ, ինչը որ կատարվում այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ազատության հրապարակում են հավաքվելու վաղը ժամը 16:30-ին բոլոր նրանք, ովքեր հաշտ չեն Հայաստանում տիրող իրավիճակի, եկեղեցու նկատմամբ ճնշումների, ապօրինի ազատազրկումների, գործող իշխանության գոյության հետ։ Մեր ձևով շարժումը հրավիրում է մասնակցելու մեծ հանրահավաքի։ Մեր հանրահավաքը վաղվա ի աջակցություն Հայ առաքելական Սուրբ եկեղեցու, պահանջում ենք արդարություն, պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջում ենք ազատ արձակել սրբազաններին եւ մեր Սամվել Կարապետյանին։ Սա քաղաքականության մեջ մտնել, այդ բոլոր այդ թեզերը արդեն մարվել են, չկա նման բան։ Ես ուզում եմ ուղղակի ժողովուրդը հասկանա, որ չկա այդպիսի բան արդեն։ Սա երեկվա առաջին օրվա բոլոր գործողությունները ուղիղ ցույց են տալիս, որ այս իշխանությունները ուղղակի պայքարում են եկեղեցու դեմ։ Եթե ժամանակին կան թեզիսներ, որ ամբողջ խոսույթը իրանց ձևավորված էր մեր հոգևոր հոր, մեր վեհապարի դեմ այդ ամեն ինչը ուղղված, չկա նման բան, սա ուղիղ, ավելի քան ուղիղ ու բոլորի համար պարզ ուղիղ եկեղեցու դեմ արշավա, եկեղեցու դեմ։ Հայի ինքնությունը ջնջելու վերջին կետին է հասել Փաշինյանի իշխանությունը, փորձում է ոչնչացնել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, եւ եթե համախմբվելու այս հնարավորությունն էլ բաց թողնի հասարակությունը, հնարավոր է, որ չլինի հետդարձի ճանապարհ։ Կարծում է մեր ձևով շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի եկեղեցիներում է եղել ու ապշել տեսածից։ Արագածոտնի մարզում երեք բոլոր եկեղեցիները փակ են եղել, ես ընկեր ունեմ, ով որ միջոցառման է եղել, եւ մենք չենք ունեցել հոգեվորական, ով որ իր օրհնությունը կտար։ Հարսանիք, կնունք, ուր ենք գնում սենց։ Ուր։ Այս քայլերով ուր պիտի գնանք թրքացման, ինքը ասի թե ինքը ինչ ա ուզում, բայց անկեղծ ասի ինչ ա ուզում, ուր ա ուզում տարած լինի։ Ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։ Չգիտի ընդդիմադի շարժման ներկայացուցիչը, գիտի, որ պետության գլխին մի մեծ սուր կախած Փաշինյանը վերջին օրերին ակտիվ բլոգերությամբ է զբաղվում։ Մատներով սրտիկներ է սարքում ու հետևորդներին ուղարկում, հավանաբար տպավորություն ստեղծելու համար իբր խաղաղ է ինքը, ոչնչից չի վախենում։ Իրանք դրանից վախենում են, իրանք ցույց են տալիս դրանից վախենում են, իրանք վախենում են Սամվել Կարապետյանից, շատ են վախենում։ Ես էլ ասեմ խի են վախենում, եթե չեն վախենում, ինչ են առաջի օրերին, երբ ակցիա էր քաղաքի տարբեր տեղերում նկարները կպցնում են, իրանք դաժե Սամվել Կարապետյանի նկարից են վախենում, ոչ թե Սամվել Կարապետյանից։ Եթե վախից չի, թե ուրեմն բաց թողեն Սամվել Կարապետյանին։ Բաց թողեն եւ տեսնենք, թե Հայաստանի Հանրապետության ներքաղաքական վիճակը մի շաբաթ 10 օրից ինչ կլինի։ Առայժմ մեծ հանրահավաքին է պատրաստվում մեր ձևովը։ Ազատության հրապարակում հավաքվելուց հետո շարժումը երթով գնալու է Նալբանդյան փողոց, ազգային անվտանգության ծառայության շենք, աջակցելու բարերար Սամվել Կարապետյանին։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։